Պարոն Հակոբյան, այսօր ականատես եղանք, որ Բաքվում ավարտվեց շինծու դատավարությունները եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից 5-ի նկատմամբ կիրառվեց ցմահ ազատազրկում, իսկ երկու նախագահներին պայմանավորված իրենց տարիքով կիրառվեց 20 տարվա վճիռը։ Հիմա ինչին ենք ականատես լինում մենք այս փուլում, ակնհայտ է, որ անմտություն կթվար, կարծում եմ, որ պատկերացնենք, որ ցմահ ազատազրկում չէր տրամադրվի Արցախի ղեկավարությանը, որովհետև Բաքվում հստակ այլ դիրքավորում ունի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասով, բայց ընդհանուր առմամբ հիմա, երբ այդքան խոսվում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին, խոսվում է ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի մասին եւ ընդհանուր առմամբ Վենսի Հայաստան-Ադրբեջան գալու մասին, արդյոք մենք կարող ենք որևէ կերպ որոշակի փոփոխություններ տեսնել ռազմաքաղաքական ղեկավարների դատավճռի մասով հետագայում։ Գիտեք, նախ եւ առաջ իհարկե ցավալի փաստ է, բայց գրեթե 100% կանխատեսելի փաստ է, որ մոտավորապես հենց այսպիսի դատավճիռ պետք է տեղի ունենար, քանի որ այս process-ը ի սկզբանե քաղաքական էր, որևէ առնչություն չունի, այսպես ասենք, քրեական գործընթացի հետ, այսինքն քաղաքական process է, ընդ որում քաղաքական process, որին մասնակից են փաստացի նաև Հայաստանի ղեկավարները, որովհետև մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հայտնվելը բանտում, Բաքվի բանտում, դա հետևանք է հենց Հայաստանի այսօրվա ղեկավարության վարած քաղաքականության, դա ուղղակի հետևանքն է քաղաքականության, այսինքն ոչ միայն աջակցություն չհայտնվեց Արցախին, Արցախյան պատերազմում, այսինքն ես նկատի ունեմ սեպտեմբերյան պատերազմում 23 թվականին, գիտեք, որ Արցախը ըստ էության ընկավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի ներքաշվելու մոտավորապես այսպես ասած ուրիշի պատերազմում, այսինքն միայն դրանից հետո, երբ արցախցիները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ արցախցիները հասկացան, որ Հայաստանը իրենց ըստ էության դավաճանել է, փաստացի դավաճանել է, իրենք հասկացան, որ որևէ աջակցություն չունեն որևէ մի տեղից, աշխարհի որևէ մի կետից, դա բառացիորեն է այդպես, միայն դրանից հետո իրենք ըստ էության ստիպված եղան փաստացի հեռանալ այնտեղից։ Դրա հետևանքը նաև դա էր, բայց ցանկացած նույնիսկ նման դեպքերում, երբ որևէ կողմը պարտված է լինում եւ բանակցություններ են գնում, ապա գարանտների միջոցով կլինի, թե Արցախի տվյալ դեպքում Արցախի թիկունքում կանգնած երկրի ջանքերով կլինի, միևնույն է, դա նոնսենս է, որպեսզի ռազմաքաղաքական ղեկավարությանը կարողանան, ասենք, ձերբակալել, կալանավորել եւ վերջում է դատել, այսինքն սա նշանակում է, որ Հայաստանի ղեկավարությունը ոչինչ չի արել, որպեսզի այս մարտիկ չհայտնվեն բանտում, Բաքվի ձեռքերում, Բաքվի ռեժիմի ձեռքերում, իսկ հետագայում մենք բոլորս տեսել ենք 23 թվականից մինչև հիմա, որ այս հարցը մեր ռազմաքաղաքական ղեկավարության, Արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության ազատման հարցը Բաքվից երբևիցե չի եղել փաստացի բանակցային գործընթացում։ Իհարկե միշտ Հայաստանի ղեկավարությունը, երբ այս հարցը բարձրացվում է, միշտ ասում են, գիտեք, դուք չգիտեք ինչեր է արվում, դա կվնասի եւ այլը, միշտ այսպես ասենք բերանները ուզում են սաղից փակել նրանով, որ եթե մենք այս հարցը բարձրացնենք, ապա դա գործընթացին կվնասի, մենք տեսնում ենք արդյունքը։ Այսինքն այս ամեն ինչի արդյունքը, այսինքն եթե նորմալ բանակցային դիրքերում լիներ Հայաստանի ղեկավարությունը, եթե բանակցողները բանակցող լինեին, այլ ոչ թե փալասներ, բառի բուն իմաստով, ապա ես կարծում եմ արդյունքը այսպեսին չէր լինի, այսինքն եթե դու որևէ փաստաթուղթ ես փորձում ստորագրել, որը կոչվում է խաղաղության փաստաթուղթ, եւ դու այդ փաստաթղթի հետ կապված լուրջ նախապայմաններ չես դնում, այլ ամեն ինչ հանձնում ես հանուն քո մտածածին իրական Հայաստանի, քո մտածածին տարածքով, ապա բնականաբար Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ քո նախագծի մեջ որևէ ձև չի տեղավորվում, որովհետև այդտեղ հարցեր են առաջանում։ Այսինքն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօրվա հայաստանյան իշխանությունների համար դա օտարածին մարմին է, որը որ այսպես ասենք այն թոքի, որ Հայաստանի վրա գցած են, ինչպես
այսօրվա այս ղեկավարությունն է ասում, թոքի ղեկավարներ, որը որ չգիտեմ ում կամքն էր կատարում եւ Հայաստանին փորձում է զրկել անկախությունից։ Նման մոտեցման պարագայում բնականաբար դու երբևիցե Արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության հարցը չես դնում որպես լուրջ նախապայման, որպես քո բանակցային ռեսուրս, այսպես ասեմ, եւ նման պարագայում բնականաբար հենց այսպիսի արդյունք էլ պետք է լիներ։ Հիմա ինչ վերաբերում է նա թե ինչ կարելի է ակնկալել, բնականաբար հիմա մենք տեսնում ենք, որ ըստ էության խաչ քաշելով Հայաստանի ղեկավարության վրա որոշ շրջանակներ, ինստիտուտներ, ինչպես ասենք Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, մեր քաղաքական գործիչները, տվյալ դեպքում ես հիշում եմ Արման Թաթոյանը, իրենք ըստ էության փորձում են օգտվել այն հանգամանքից, որ Միացյալ Նահանգների փոխնախագահն է այցելելու Հայաստան եւ Ադրբեջան եւ փորձում են ըստ էության այդ հարցերը, որը պետք է վաղուց բարձրացնել Հայաստանի իշխանությունները, իրենք բարձրացնեն, որպեսզի Միացյալ Նահանգները տվյալ պարագայում որպես այսօրվա իշխանությունների գործողությունների համենայնդեպս այդպես է հայտարարվում գործողությունների կամ խաղաղության գարանտ Հայաստանի, որպեսզի իրենք այդ հարցը բարձրացնեն, որովհետև պարզ է, որ սա այս որոշումը դա մեր 30 տարվա Ղարաբաղյան շարժումն են դատապարտել, այսպես ասենք, ցմահ բանտարկել են այդ շարժումը, այդ շարժման լիդերներին սիմվոլները այդ շարժման, ես կարծում եմ, որ հիմա այդ process-ն է գնում, դժվար է ասել, թե որքանով դա կհետաքրքրի օրինակ հիմա աշխարհաքաղաքական լուրջ կենտրոններին, մասնավորապես Միացյալ Նահանգներին, այս հարցը, որովհետև պարզ է, որ եթե նույնիսկ Միացյալ Նահանգները ուզենան այս հարցը բարձրացնել, դա գին է ունենալու, այսինքն Ադրբեջանը ակնհայտորեն արդեն հայտարարել էր, հա, մի որոշ ժամանակ առաջ, երբ վերջին անգամ որոշ գերիների փոխանակում եղավ, իրենց ձեռի տակ եղած պետական, նույնիսկ լրատվական գործակալությունների միջոցով իրենք ասացին, որ սին-հույսեր են, եթե ինչ-որ մեկը հույս ունի, որ ռազմաքաղաքական ղեկավարության հետ էլ այսպես կվարվեն, այսինքն փոխանակում կլինի կամ մի այլ եղանակով կլինի, պարզ է, որ Ադրբեջանը բարձրացնում է գինը։ Ենթադրում եմ, որ լուրջ ճնշման արդյունքում, այսինքն այդ թվում նաև բանակցային լուրջ դիրքեր զբաղեցնելու արդյունքում կարելի է, օրինակ նույն Միացյալ Նահանգների միջոցով, գուցե Ռուսաստանի միջոցով, այսինքն այն գյուղաքաղաքական կենտրոնների միջոցով, որոնք Ադրբեջանի համար հեղինակություն են եւ, այսպես ասենք, Ադրբեջանին շատ դժվար է լինելու մերժել նրանց դիմումը, Ադրբեջանը կգնա դրան։ Այլ հարց է, որ Ադրբեջանը ինչպես միշտ կփորձի հերթական զիջումները կորզել, եթե նման քայլի փորձեն դիմել ընդհանուր առմամբ։ Ես կարծում եմ տարբեր սխեմաներ կան, այդ թվում նաև եթե իրավական տեսակետից ենք, ապա ես որքանով հասկանում եմ իրավաբանները մեր, այն մարդիկ, ովքեր որ ի սկզբանե զբաղվել են այս հարցով եւ որոնց միշտ մեղադրում էին, որպեսզի մեծ աղմուկ չբարձրացնեն, այն գլխից չդիմեն միջազգային ատյաններ, դատարաններ, ասում էին, որ դա ըստ էության փչացնի գործ է։ Հիմա ես կարծում եմ իրենք դիմելու են ամեն դեպքում։ Բայց սա նույնպես հետևանք է այն քաղաքականության, որը Հայաստանի իշխանությունները վարում էին։ Բավականին ցավալի արդյունք է, բայց կանխատեսելի։ Պարոն Հակոբյան, տեսեք, մենք լրագրողներս երբ իշխանության ներկայացուցիչներին, ամենաբարձր օղակներին հարցեր ենք հղում, թե ինչ է կանում գերիներին հայրենիք վերադարձնելու մասով, պատասխանը ինչպես դուք եւ ձեր խոսքում նշեցիք, ասում են, որ աշխատանքներ են տարվում, բայց դրանք հույժ գաղտնի են, որպեսզի ընթացքին չխոչընդոտեն։ Մենք հիմա արդյունքը ունենք այդ հույժ գաղտնի բանակցությունների արդյունքը, էֆեկտիվությունը եւ սրանից մենք կարող ենք եզրակացություն անել, թե ինչ են իրենից ներկայացնում Հայաստանի այսօրվա բանակցողները, ինչ ունակություններ ունեն եւ արդյոք իսկապես իրենք բանակցություններ վարել են, որովհետեւ ես խիստ կասկածում եմ, որ ընդհանրապես այս թեման, այս մարդկանց ճակատագիրը ընդհանրապես եղել է հայ-ադրբեջանական
բանակցությունների օրակարգում երբևիցե։ Շարունակեմ հարցս, տեսեք, 2025 թվականի օգոստոսի 8-ի այդ հայտնի հռչակագրից կամ նախաստորագրումից հետո Հայաստան-Ադրբեջան այս խաղաղության գործընթացում, որքան էլ դրա մասին թմբկահարում են իշխանությունը, նույնը Ալիևի վարչակազմը եւ այլն, ակնհայտ միայն հունվար ամսին 4 հայ գերիներ փոխանցվեցին Հայաստանին, եւ այստեղ ինչ ենք հասկանում։ Այսօր տեղի ունենում Ադրբեջանում, Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծ ու դատավարություն հրապարակվում է դատավճիռը, բայց Ալիևն ու Փաշինյանը մասնակցում էին Զայեդ մրցանակաբաշխությանն ու ստանում այդ ամեն ինչը։ Հետաքրքիր է, սա պատահաբար է ստացվել այսպես, որ դատավճռի նշանակման օրը այսօր է եղել, այսինքն մրցանակաբաշխության ստացումից հետո, եւ արդյոք սա նաեւ Ադրբեջանի հասարակությանը մի փոքր կերակրելու միջոց չէ, որովհետեւ ինչպես դուք նշեցիք, փաստացի Ղարաբաղյան հակամարտության այդ էջերից մեկն է փակվում, որովհետեւ այդ մարդիկ ուղղակի կամ անուղղակի կապվում էին Արցախի ազատագրության հետ։ Գիտեք, ինչ վերաբերում է այն մրցանակին, որ ստացել են այդ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները, դա բնականաբար այն, գիտեք, ես հիշեցնում է, երբ գոնե Փաշինյանի մասով, գիտեք, երբ Ամերիկան էին, այսպես ասենք, հայտնաբերում, հա, Կոլումբոսի վաղտ կամ բան, եւ այդ տեղաբնակներին ուզում էին ինչ-որ բան վերցնել, ոսկին եւ այլը, այսպես բանը, էժանագին այս փայլուն թղթեր էին տալիս եւ դրա դիմաց վերցնում էին ամեն ինչ, այն արժեքավորը, որ կար, ոսկի եւ այլը, հա։ Հիմա սա այդ կոնֆետի թուղթն է, որ տվել են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը, այսպես ասենք, բավարարված մնա, որ գիտես դու դեմ քեզ նույնիսկ այսպես ինչ-որ մի հատ fake Նոբելյան մրցանակ ենք տալիս, այսպես ասենք, այսինքն հերթական անգամ ուսին թափ են տալիս ձեռքով, գլուխն են շոյել սրանով, հաշվի առնելով, որ նորից այս մրցանակի հետևում նաև այդ տխրահարչակ Շարլ Միշելն է, որը Մակրոնի հետ միասին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին իրենք Արցախը Ադրբեջանի կազմում մտցնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության քավորներն են եւ ուղակի մոդերատորները եւ պատասխանատուները Արցախի անկման համար, ապա հասկանալի է, որ այն մարդիկ, ովքեր որ այս պրոյեկտը արել են Արցախի հանձնման, այդ մարդիկ նրանք էլ իրենց, այսպես ասենք, գրպանից պարգևատրում են տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին, բնականաբար որպեսզի այդ պարիտետը մնա խաղաղության եւ այլը, չգիտեմ, ինչ անվան տակ, բնականաբար մի տենց մի բան էլ, ասենք, տալիս են Ալիևին, չեմ կարծում, որ Ալիևը այսպես ասենք երջանիկ է դրանից, Նիկոլ Փաշինյանը կարող է երջանիկ լինել, որովհետեւ նախընտրական իր կամպանիայի համար ինքը դա արդեն որպես քարոզչական, ինչ որ հերթական մի այսպես փայլուն, ասենց ինչ որ բանի մեջ փաթաթած ինչ որ մի ապրանք ինքը փորձում է դավաճառել, որ շատ լուրջ մրցանակ է ստացել ընդհանուր առմամբ, բնականաբար դա որևէ լրջություն այդ ամեն ինչում չկա, ինչ վերաբերում է պատահական է թե պատահական չէ, երեք փաստացի այդ այսպես կոչված մրցանակով, այդ կոնֆետի թղթով արձանագրվեց Արցախյան հակամարտության դե յուրե վերջը իհարկե դա արձանագրվել դեր Մինսկի խմբի լուծարմամբ, բայց սա ըստ էության նաև բաններ, գրեմիներ այդ Արցախի հարցի հողարկավորման, այսպես ասենք, գրեմի մրցանակաբաշխություններ, այդ հողարկավորման, եւ այս պարագայում, երբ արդեն դե յուրե իբր թե փակել են հարցը, դրանից հետո ըստ էության, եթե փակել ես հարցը, ապա Ադրբեջանը որպես իր տարածքում իր գնահատմամբ ապօրինի կառույցի ղեկավարներ, որոնք իր գնահատմամբ նաև քրեական հանցանքներ են կատարել իբր Ադրբեջանի նկատմամբ, իրենք, այսպես ասենք, դե յուրե եւ բարոյական իրավունք ունեն ինչ ուզում են կանել եւ իրենք իրենց ձեռքերը ընդհանրապես ազատ են, որովհետեւ Հայաստանի իշխանությունները իրենք են ասել, որ Արցախը երբեք չի եղել, այսպես ասենք, Ադրբեջանից դուրս։ Բնականաբար այդ պարագայում հարց է առաջանում, թե ինչով էին այնտեղ զբաղված այն ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը հիմա գտնվում էր Բաքվի դատարանում եւ տվյալ պարագայում, երբ Հայաստանի իշխանությունները լեգիտիմացրել են Ադրբեջանի ղեկավարության գործողությունները կապված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, բնականաբար
սա հերթական, այսպես ասենք, քայլներ, որը բխում էր հենց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության միջև ձեռք բերված պայմանավորվածություններ, լուծ արել Մինսկի խումբը եւ դրա դիմաց եւ այդ process-ի, այդ այսպես կոչված խաղաղության process-ի դիմաց այդ ստացած պարգևավճարը դա ըստ էության պաշտոնական ավարտն է այդ գործընթացի։ Սա է, այդ իսկ պատճառով ոչ մի բան զարմանալի չի, որ դրանք իրար հետևից գնացող process-ներ են ընդհանուր առմամբ։ Հիմա նորից եմ ասում, ամբողջ խնդիրը նրանում է, թե որքանով Ադրբեջանին հետաքրքիր կլինի այն այլընտրանքը, որը որ կարող է առաջարկվել մեր ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագիրը մեղմացնելու կամ չգիտեմ մի այլ, ասենք, process գեներացնելու դիմաց։ Պարոն Հակոբյան, եւ խոսենք նաեւ այսօր տեղի ունեցած Լավրով Ալեն Սիմոնյան հանդիպումից։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ուղղակի տարօրինակ համարեց Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների մասին արևմուտքի պնդումները եւ միևնույն ժամանակ Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանը ասաց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին, որ Հայաստանում նման, այսպես ասած, հուզումներ չկան, փարատեց այդ վախերը, բայց մենք ակնհայտ նախորդ անգամ շատ անգամներ ավելի ճիշտ տեսել ենք, թե ինչպես է հենց նույն Ալեն Սիմոնյանը ազգային ժողովում հայտարարում, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմներ են մղում, ուղղակի չի ասվում որևէ պետության անուն, ասում է, որ տարբեր վայրերից են, անգամ հյուսիսից։ Այս հանդիպումը ինչպես կբնորոշեք։ Ինչ հրաշալի։ Երբ ասում եք փարատել վախերը, չեմ կարծում, որ Ռուսաստանում ինչ որ վախեր կան կապված Հայաստանի այսօր վարվող քաղաքականության հետ, որովհետև գիտեք, այդ ձեր նշած անձնավորությունը, որը որ Հայաստանում այդ պաշտոնն է գրավում եւ հիմա Մոսկվայում է գտնվում, ինքը չէ, որ պետք է ասի, թե Հայաստանի ղեկավարությունը ինչ է ասում եւ ռուսները դրանից իմանան, թե իրականում ինչ է կատարում, որտեղ ամեն ինչ արվում է բացահայտ, եթե նույնիսկ ինչ որ մի բան բացահայտ չի արվում, ամենայն դեպս ես ենթադրում եմ, որ ռուսները այն ունակությունները ունեն իրենց ամենայն դեպս ծառայությունները, որպեսզի իրականում իմանան, թե ինչ է խոսվում Հայաստանում տարբեր կաբինետներում, այսպես ասեմ։ Նախ եւ առաջ ուղղակի Լավրովը ասաց այն, ինչ որ պետք է ասեր հրապարակային մասում։ Ես կարող եմ ենթադրել միայն, թե ինչ է ասվում այդ նույն անձնավորությանը, որը ներկայացնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Մոսկվայում, ինչ է ասվում այլ վայրերում, այսինքն բանից դուրս, կամերաներից դուրս, կամերաների ուշադրությունից դուրս է այս առումով։ Այսինքն Լավրովը որպես փորձառու դիվանագետ նպատակահարմար գտավ հրապարակային ասել այն, ինչ որ պետք է ասվեր ուղղակիորեն Հայաստանի այդ պաշտոնյայի երեսին հասկացնելով, որ Ռուսաստանը ոչ թե վախեր ունի, այլ Ռուսաստանը նախազգուշացնում է արդեն ըստ էության։ Ընդ որում դա այսօրվա ընթացքում ու կարծես թե երկրորդ նախազգուշացումն էր, որովհետև մինչ այդ էլ փոխվարչապետ Ավերչուկն էր համապատասխան մեկնաբանություններով կամ հայտարարությամբ հանդես եկել, ըստ էության, ընդ որում իր հայտարարությունը ոչ պակաս կոշտ էր, այն առումով, որ Ավերչուկը Հայաստանի ղեկավարությանը նախազգուշացրեց, որ պարզ է, որ երկու բլոկերում հնարավոր չի լինել եւ կամ Եվրոմիությունն է կամ ԵԱՏՄ ընդհանուր առմամբ բոլոր դրանից բխող հետևանքներով, բայց նաեւ պետք է հաշվի առնի այլևս Հայաստանի ղեկավարությունը, որ Եվրոմիությունը դա այլևս զուտ աշխարհակաղակական, զուտ տնտեսական բևեռ չէ, կամ հիմնականում կամ տնտեսակաղակական, եթե կարելի է այսպես ասել, կամ քաղաքակրթական, դա ռազմաքաղաքական միավորի է վերածվում, որը որ ըստ էության հակառուսական է։ Եվ տվյալ պարագայում Ավերչուկը փաստորեն հարց է բարձրացնում, արդյոք Հայաստանում ընկալում են, որ իրենք այդ պարագայում ըստ էության մասնակից են դառնում հակառուսական կոշտ ռազմաքաղաքական ինչ-որ մի միավորմանը, այսինքն նորից հարց է առաջանում, որ ռուսները ամեն ինչ տեսնում են, ռուսները ամեն ինչ հասկանում են, ռուսները նախազգուշացնում են եւ ռուսները սկսում են պահանջել, որպեսզի Հայաստանը ի վերջո հոդաբաշ, այսպես ասենք, նախադասություններով ընտրություն անի։ Հիմա դեպի ուր են գնում։
դեպի ուր են գնում եւ ընդհանրապես ի վերջո բացատրեն նաեւ, երբ ասում են հիբրիդային պատերազմ։ Ով է այդ հիբրիդային պատերազմը վարում Հայաստանի այսօր Հայաստանի դեմ կամ Հայաստանի իշխանության դեմ Մոնղոլիան, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ադրբեջանը, այսինքն անկախ նրանից Հայաստանի իշխանությունը ասում են թե չէ, բայց Լավրովը հիշում եք իր այսօրվա խոսքում ասաց, որ ակնհայտորեն ակնարկվում է Ռուսաստանը, այսինքն ինչպես ասում են, ուղղակիորեն ասացին այդ այսպես ասենք այդ պահմտոցի խաղալու ժամանակը անցել է ընդհանրապես, այսինքն կամ դուք տղամարդավարի դիրքորոշում ունեք, այսինքն այդ բաները, որ Մոսկվա եք գալիս մի բան եք ասում, կամ Վաշինգտոն եք գնում ուրիշ բան եք ասում, Եվրամիությունում այլ բաներ եք բողոքում, եւ Ռուսաստանի այսպես կոչված հիբրիդային պատերազմի դեմ օժանդակություն եք խնդրում, դա ակնհայտ է, դա բոլորի համար հասկանալի է, ի վերջո նորից եմ ասում, եթե Ռուսաստանը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով փափուկ վերաբերմունք է ցուցաբերում ինչ-ինչ պատճառներով առայժմ, դա չի նշանակում, որ դա չի կարող մեկ օրվա մեջ փոխվել, որովհետև նորից եմ ասում, վախ հասկացողությունը այսօրվա Ռուսաստանի պարագայում մի քիչ դա այդ բառը իրենց չի բանարվում, այսպես չի սազում այս առումով։ Կարծում եմ վախենում են նրանք այսօրվա Հայաստանի իշխանության մեջ, որոնք չեն բացահայտում, չեն բացում ի վերջո ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ, ով է վարում հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ։